ինչ խորհուրդ կտաք, հա, երիտասարդներ, որոնք այսօր գուցե առաջին, երկրորդ, երրորդ, որ կուրսից են սկսած իրենց ուղղությունը ընտրում։ Այդ կուրսերում են կամ առհասարակ ավագ դպրոցում են եւ մտածում են այդ մասնագիտության մասին։ 3 տենց պրակտիկ խորհուրդով եթե կիսվենք։ Առաջինը, ինչքան էլ որ կողքից թվա թե կոսմետոլոգիան շատ փողաբեր եւ շատ ձեռնատու ոլորտ է, երբեք դրան չխաբվեք։ Ցանկացած ոլորտ, որտեղ դու շատ վաստակում ես, դու շատ պետքա ներդնես եւ ժամանակ եւ ֆինանս։ Այսինքն այդ վերապատրաստումները էժան չեն, առանց դրա դուք չեք կարող հասնել այն լեվելին, որը կտածես իրոք առողջ միջավայր աշխատանքի մեջ, հա, կլինի այդ տնային վիճակը։ Առանց հմտություններ սովորելու եւ առանց ռիսկի, չէ՞ որ դա էլ ռիսկ է, ներդրումը ռիսկ է, ցանկացած մի բան, նույնիսկ ուսման մեջ, հա, ներդրումը ինչ որ չափով ռիսկ է ֆինանսական առումով, մի վախեցեք եւ միշտ ազատ ներդրեք ձեր կրթության մեջ, որովհետեւ քանի որ որոշ փորձ ունեմ, չեմ ասի որ շատ տարիների փորձ ունեմ, բայց ոչ մի ներդրում երբեք կրթության մեջ չի լինում, որ լրիվ զրոյական լինի։ Հետա գալիս դա մի խորհուրդ, մյուս խորհուրդը, որ կոսմետոլոգիան նույնիսկ այն ոլորտը չի, որ կողքից պատկերացնում են, «Վա, ինչ լավ աղջկա աշխատանք, ասենց գնաս, վсё, շուրթեր նայեցիր, գնացիր տուն»։ Դա բժշկական մասնագիտություն է, այսինքն դուք պիտի պատրաստ լինեք նաև աշխատել պացիենտների բարդությունների հետ, երբեմն ձեր կողմից նույնիսկ հարուցած կամ ինչ որ սպეციფიկ սիտուացիաների։ Պիտի պատրաստ լինեք իմանալ նաև այլ ոլորտների խնդիրները, այսինքն ինչ դեղեր են խմում պացիենտները, հա, ինչ բուժում է անցնում այլ մասնագետի մոտ, էնդոկրինոլոգի մոտ պացիենտը եւ այլն, այսինքն անընդհատ պիտի զարգանաք նաև այլ ոլորտներից։ Ու վերջինը երևի ընտրեք մի հատ ճանապարհ, ես գիտեմ, որ այդ դժվար է այս շուկայի պայմաններում, քանի որ այտենց 2000 դրամով բոտոքս են անում տնային պայմաններում կամ սալոններում եւ այլն, ու դժվար է մանավանդ սկզբի համար, երբ որ չունես պացիենտներ, քիչ չեն գալիս ու դու սենց անդադ նստած ես, որովհետև քո մոտ նորմալ նյութ է, նորմալ կլինիկայում ես եւ այլն, բայց հավատացեք, մի հատ պահ է գալիս, որ դուք հասկանում եք, որ այդ ճիշտ ուղին ընտրելը, ճիշտ նյութերով աշխատելը, ճիշտ ձևով, ճիշտ պրոտոկոլներով աշխատելը հաստատ շնորհակալ եք լինելու ձեզ, որ այդ ճանապարհն եք ընտրել ու հաստատ ավելի հանգիստ եք գլուխը դնելու բարձին եւ քնեք։